Արբի հիմա ինձ կասես ինչ է եղել։ Սպասի։ Համ ինչ պետք է լինի։ Ես ուղղակի հասկանում եմ, որ ամեն ինչ ավելի վատանում է։ Էվան էլ էնտեղ չի, որ իմանա մեր երեխես ոնց է։ Դրա համար էլ ասում էի, որ փաստաբանին տեսնես։ Հիմա ես ինչ անեմ, ոնց քեզ օգնեմ։ Հա, մամ, ասում էիր։ Ես էլ չուզեցի մերժեմ, որ քեզ չնեղացնեմ, բայց դա սուտ է։ Հասկանում ես, ինձ իրավաբանը չի կարող օգնի։ Դե իհարկե, եթե դու այսպես ես տրամադրված, ոչ ոք քեզ չի օգնի։ Արամին չես ասում։ Փաստաբանին չես տեսնում, ես ինչ անեմ։ Մամ, չգիտեմ, ուրիշ տարբերակ է պետք մտածել։ Ոչ մի տարբերակ այս դեպքում չի գործում։ Ես էլ չգիտեմ ինչ տարբերակ մտածեմ, Արփի։ Դու ոչինչ չես անում։ Սպասում ես, որ ես անեմ կամ մեկ ուրիշը։ Ես գիտեմ, որ այսօր ինչ-որ բան է եղել։ Ուղղակի դու ինչ ես ասում։ Ան ոչ մի բան չի եղել։ Դու Առնոյին ես տեսել։ Չէ, մամ։ Ուղղակի ես հասկանում եմ, որ ժամ առ ժամ իմ երեխուն տեսնելու շանսերը նվազում են։ Ընդամենը այդքան։ Տեր իմ ուժ տուր ինձ չունի սատվելու։ Ես պետքա չհանձնվեմ, ես իրավունք չունեմ։ Ուժ տուր մեզ երկուսիս, որ հաղթահարենք այս փորձությունը։ Եթե բժշկությունը հրաժարվում է օգնել, ինձ մնում է միայն քեզ ապավինել։ Օգներ ինձ ու փոքրիկիս, պահպանիր մեզ։ Մի թող անհայտության մեջ, մի ուղի ցույց տուր, խնդրում եմ։ Տեր, այս մենակ մի թող։ Առնո։ Արտոլոսի քեզ ինչ եմ ասում։ Դադարում է Արփին հետևել եմ։ Ոնց հասկացա, ոչ Արամին, ոչ Արփին պետք չի հետևել։ Չէ, այդ Արամին ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Իսկ Արփին իմ ձեռքերում է։ Հենց որ հիմա ոչ թե մենք ենք Արփին հետևելու, այլ Արփին ինձ։ Լավ եղավ, ուրեմն տղերքին կասեմ, որ դադարեցնեն հետապնդումը։ Լավ Արտո։ Ասում ես, որ ամեն ինչ կենտրոնացրեն տան վրա։ Միջև իմ գործերը ավարտել էլ ոչ մի բանից պետք չի։ Եղավ Առնո, ոնց ասես։
Ես ավելի նման մարդկանց լավ եմ ճանաչում 10 մատից նման։ Իրանք ինչքան էլ ուժեղ կողմեր ունեն, բայց թույլ կողմեր էլ շատ ունեն։ Ու այդ թույլ կողմերից մեկը դու ես։ Իր համար։ Եթե դու իր առաջ պայման դնես, ինքը կհամաձայնվի քո հետ։ Ես այդ երաշխավորում եմ։ Չէ, Արնոն հիմա շատ է փոխվել։ Ինքը նախկինում հաճախ վախեցնում էր, բայց ինձ այս աստիճան ցավ չէր պատճառում։ Հիմա ինքը գնալով ավելի անկառավարելի է դառնում։ Եթե Արնոն հասկանա ես Վրամի հետ եմ համագործակցում, չի նայի ոչ մի բանի կսպանի ինձ։ Մի քանի ամիս առաջ իմ աչքի առաջ մարդ սպանեց նրա համար, որ հասկացավ օգնել է Եվային։ Չէ, ես չեմ կարող տենց ռիսկի գնալ։ Մյուս կողմից ես կորցնելու բան չունեմ։ Ես կկորցնեմ երեխուս ու իմ ապրելը իմաստ չի ունենա։ Ինչ անեմ, ես մենակ եմ։ Մենակ ես կարող եմ իմ երեխուն հանել այդ տնից, մենակ ես։ Ոչ հոգի վրա էլ չեմ կարող հույս դնել։ Ժամանակն է Արփի։ Ժամանակն է, որ դու քեզ մեծի պես պահես, ինքնուրույն լինես ու չվախենաս։ Հիմա դու քո երեխու համար ես պատասխանատու։ Չէ, ուրիշ տարբերակ չկա։ Այսքան ժամանակ Արնոնն է ինձ հետ խաղացել։ Հիմա ես պետքա դուրս գամ զոհի այս կերպարից, ես պարտավոր եմ։ Ես իմ տղու առաջ պատասխանատու եմ։ Պետքա ուժեղ լինեմ։ Մենք հիմա պետքա փոխվենք տեղերով, Արնո։ Հիմա իմ հերթն է քո հետ խաղ խաղալու։ Ես չեմ կարող ուրիշ ձև։ Ինչքան էլ որ մահացու է այս խաղը։ Միևնույնն է, ես ուրիշ տարբերակ չունեմ։ Ուր էիր այսքան ժամանակ։ Ասել էի, չէ՞ որ բժիշկ եմ գնալու։ Այսքան երկար, զանգերից ինչի չես պատասխանում։ Կարող է ուզում էի մի քիչ անհանգստանաս։ Եթե լուրջ տենց ես մտածել, էլ չանես տենց բան։ Ինչի շատ ես զանգել։ Ուղղակի հեռախոսից ձայնն էի անջատել, չեմ լսել, որ զանգել ես։ Ան որ հիվանդանոցից դուրս ես եկել, ինչի չես զանգել։ Դե որովհետև ասել էի, որ գալու եմ ստեղ։ Դրա համար։ Լավ։ Իսկ ինչ ասեցին։ Ասեցին, որ ամեն ինչ նորմալ է։ Հաստատ։ Հա, Արամ, ինչի պետք է խաբեմ։ Չգիտեմ։ Մի տեսակ ես։ Ինչ-որ բան է եղել։ Չի, ամեն ինչ նորմալ է, ուղղակի բժշկի մոտ շատ հերթ էր, երկար սպասեցի, դրա համար հոգնեցի մի քիչ։ Ինչ կուզես, սուրճ կխմես։ Չէ, ես էլ սուրճ չեմ խմել։ Բժիշկը խորհուրդ չի տալիս։ Հա, ճիշտ է, մոռացել էի։ Լավ, ուրեմն այսօր երեկոյան մի տեղ կգնանք, կնշենք։ Դու էլ կխմես այն, ինչ բժիշկը խորհուրդ է տվել։ Նշենք։ Ինչ նշենք։ Որ իմ կնոջ ու երեխու մոտ ամեն ինչ նորմալ է։ Նշելու առիթ չի։ Թե չես ուզում։ Չի արում, ես ուղղակի ուզում եմ տուն գնամ մի քիչ պարկեմ։ Գործի չես։ Չեմ ուզում աշխատանքի գնամ։ Այնտեղ շատ երկար հերթ կանգնեցի, հոգնեցի։ Լավ, դե ես քեզ կճանապարհեմ, մինչև երեկո կհանգստանաս, հետո դուրս կգանք։ Լավ։ Անդու քեզ հաստատ լավ ես զգում։ Հա, լավ եմ։ Ուղղակի հոգնած եմ։ Լավ։ Հա, մամ։ Որտեղ ես Արփի։ Մամ, քաղաքում եմ, ուզում եմ մի քիչ մենակ մնամ։ Մեքենայով ես։
Համամ հանգիստ եղի, ամեն ինչ նորմալ է, ուղղակի ուզում եմ մի քիչ մտքերս հավաքեմ։ Անհանգստանում եմ, չեմ ուզում մենակ լինես։ Անցած անգամվա պատմությունը չդառնա։ Ինչի ես նման բաներ անում։ Ինչի չես ասում, որ դուրս ես գալիս։ Ման ոչ մի բան առաջվանը չի լինի։ Դու էլ գիտես, որ ես հասկացել եմ այդ ամեն ինչը ոնց է եղել։ Արփի, հիմա դու այն վիճակում չես, որ մեքենա վարես։ Ես անհանգստանում եմ, չեմ կարող տանը նստել ու անհանգիստ սպասել, Արփի, տուն արի։ Մամ, եթե ես վստահ չլինեի, ես ղեկին չէի նստի, հանգիստ եղի։ Ես ուղղակի պետքա մտածեմ։ Ինձ սա պետքա։ Բայ Արփի, ոնց չեմ սիրում քո այս բնավորությունը։ Ինչի ես նման բաներ անում։ Ինչ ասես մտքովս անցնում է։ Մամ, խնդրում եմ, հանգիստ եղի, ամեն ինչ լավ է, մի մտածի։ Լավ, բայց խնդրում եմ շատ մի ուշացի տուն արի։ Լսում ես։ Լավ, մամ ջան, դու հանգիստ եղի։ Հարամ ջան։ Պապանն եկավ։ Հա, պատրես։ Զանգում է չէր պատասխանում։ Մտածեցի կարող է վատացել է։ Եկավ ու ասեց ուզում ա քնի։ Բան ա եղել։ Նորմալ է ինչ պապ ջան։ Ուղղակի ինձ թվաց, որ լավ չի զգում իրեն։ Ինձ էլ դες թվաց։ Եկել ա ու մտել ա սենյակ։ Լավ պապ, ես կաշխատեմ շուտ գամ։ Չէ, ես պետք է խոսեմ Արմենի հետ։ Վերջին անգամ ես պետք է փորձեմ։ Սերես։ Ես չէի կարծում, որ դու այսքան շուտ որոշում կկայացնես։ Հուսամ որոշումդ խելացի եւ կշռադատված։ Ուզում եմ խոսենք, Արմա։ Ես քո հետ խոսալու բան չունեմ։ Ես քեզ ընտրության հնարավորություն եմ տվել։ Կամ մնում ես տեղ այդ բոմժի հետ, կամ գալիս ես քո սիրելի ամուսնակի հետ ու քո երեխան։ Այդ երկու տարբերակն է, ուրիշ տարբերակ չի գործում։ Արնո, մի րոպե ինձ լսի։ Արփի, եթե պետք է լացես, խնդրես։ Իզուր ժամանակ մի կորցրում։ Շատ վաղուց քո արցունքները էլի վրա չեն ազդում։ Շատ վաղուց ես քո տրամադրությունից չեմ հուզվում, Արփի։ Ես ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Առաջարկեմ։ Առաջարկի իմն է։ Կամ դու համաձայնվում ես, կամ մերժում։ Ստեղ առաջարկներ մենակ ես եմ անում, Արփի։ Մենակ ես, հասկացանք իրար։ Արնո, ես խոստանում եմ։ Երդվում եմ։ Մարկը ոնց եղել է կմնա քո տղան։ Արամը ոչինչ, երբեք չի իմանա, լսում ես։ Դու երբ ուզենաս կարող ես իրան տեսնել։ Բայց ես պետք է մերոնց մոտ մնամ։ Արնո, խոստանում եմ, երբ ուզենաս կարող ես գալ, ես քեզ չեմ արգելի։ Վերջ, Արփի։ Վերջ ասեցի։ Կարող եմ հետ տունտունիկ ես խաղում։ Ձեռ ես առնում ինձ։ Ինչա նշանակում կլինես երեխուդ հերը։ Ինչա նշանակում դու կլինես իմ երեխու հերը։ Արնո, խնդրում եմ ինձ լսի։ Շատ ճիշտ ես մտածել, Արփի։ Կարելի է իմ ու երեխուս հանդիպումները նշանակել շաբաթ ու կիրակի օրերին, երբ որ բարձրների օր կլինի։ Ես կգամ երեխու հետ կշփվեմ, կարուսել կտանեմ, ալիմենտներ կվճարեմ։ Դու գժվել ես, Արփի։ Դու ցնդել ես։ Դու ինչեր ես խոսում։ Քո կարծիքով ես ով եմ։ Կարող ես շփոթել ես Կարամիտ հետ, որ կյանքում տեսել քեզ չկարողացա պաշտպանի։ Ես իմ երեխուն երբ ուզեմ պետք է տեսնեմ, իմ երեխան իմ կողքը պետք է մեծանա։ Ես ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Համարում եմ, որ այս խոսակցությունը չի եղել։ Իսկ ես սպասում եմ իմ առաջարկի պատասխանին։ Իսկ
քո ժամանակը շատ վաղուց գնում է։ Ուր էր այսքան ժամանակ Արփի։ Մամ, խնդրում եմ, ես երեխա չեմ։ Արփի, դու ինձ համար միշտ էլ երեխա կմնաս։ Մարկը, որ մեծանա կհասկանաս ինչ եմ ասում։ Երեխեքը միշտ էլ փոքր են մնում։ Ու միշտ անհանգստանալու պատճառ կա, չես կարող հանգիստ քնել։ Հա, մնում է երեխուս կողքին լինեմ, տեսնեմ ոնց անց։ Կլինես ու կտեսնես, ոչինչ։ Իսկ ես դրա հույսը արդեն չունեմ։ Արփի, մենք մի բան կմտածենք։ Ես արդեն մտածել եմ։ Ինչ ես մտածել։ Մամ, ուրիշ տարբերակ չկա։ Արփի, չասես չեմ ուզում լսել։ Մամ, ինձ լսի։ Ես պետք եմ երեխուս։ Դու էլ իմ տեղը նույն կերպ կվարվեիր։ Չի Արփի, ես նույն կերպ չէի վարվի։ Դու հիմա ամեն ինչ ջուրն ես լցնում, հորդ ջանքերը, իմ տանջանքները, հազիվ ես Առնոյից ազատվել։ Բայց ազատվել եմ։ Այն, որ ես չեմ ապրում այդ տանը, դա չի նշանակում, որ ես ազատվել եմ Առնոյից։ Ոնց կարամ ես ազատվեմ ինչ-որ մեկից, եթե իմ երեխան իրա մոտ է։ Դա է ազատությունը, ինձ համար չէ։ Դու ինձ հասկանում ես։ Չէ, չեմ հասկանում ու չեմ ուզում հասկանալ։ Կյանքդ մի խորտակիր Արփի։ Մամ, իմ կյանքը այնտեղ է։ Արփի, հիմա դու պահի տակ ես խոսում։ Չէ, մամ։ Ես շատ երկար եմ մտածել։ Մամարի ռեալ դատեք։ Ես ուրիշ տարբերակ չունեմ, ուրիշ ճանապարհ չկա, սա է միակ ելքը։ Չէ Արփի, դու հիմա ուղղակի հանձնվում ես։ Դու փոխանակ Առնոյի հետ պայքարես, գնում ես նրան ընդառաջ։ Դու ոնց կարող ես այդպես պայքարել։ Փոխանակ կոնկրետ քայլերի դիմես, դու գնում ես Առնոյի մոտ։ Չեմ հասկանում։ Մամ, ճիշտ է, ես գնում եմ Առնոյի տուն։ Բայց ես Առնոյի գերին էլ երբեք չեմ դառնա, երբեք։ Մամ, ինձ քո օգնությունն է պետք։ Խնդրում եմ, ուղղակի հասկացի ինձ ու վստահի։ Չեմ կարող Արփի։ Ես ի վիճակի չեմ։ Մամ, ինձ լսի։ Ես գիտեմ ինչ եմ անում։ Ուղղակի ինձ հավատա ու վստահի։ Խնդրում եմ։ Արփի, ինչ ես խոսում։ Մամ, խնդրում եմ վստահի ինձ։ Մամ, ես հիմա համոզված եմ նրանում ինչ եմ անում։ Ես գիտեմ ինչ անեմ։ Չեմ կարող Արփի։ Ես թույլ չեմ տա։ Ես թույլ չեմ տա, որ դու քո ոտքով նորից Առնոյի մոտ գնաս։ Մամ, ուրիշ ելք չկա։ Ուրիշ ճանապարհ չկա։ Մամ, դու իմ տեղը նույնը կանեիր։ Մի մեղադրի ինձ։ Չէ Արփի, ես նույնը չի անի։ Ես թույլ չեմ տա։ Չեմ հասկանում քեզ։ Մամ, ես գործեր ունեմ, պետք է գնամ։ Ուր ես գնում։ Մամ, խնդրում եմ։ Ամեն ինչ արդեն որոշված է։ Արփի, ես քեզ ասում եմ միասին մի բան կմտածենք։ Ես Արամին կասեմ։ Ես կխոսեմ Արամի հետ։ Մամ, չէ։ Չէ, մամա։ Ես խոստացել եմ ու իմ խոստումը կպահեմ։ Դու քո խոստումը պահիր։ Ես ոչինչ ոչ ոքի չեմ խոստացել։ Ես Արամին կասեմ։ Մամ, սա իմ կյանքն է։ Իմ երեխան է։ Ու ես կորոշեմ ոնց էս հարցը լուծեմ։
Իսկ ինձ համար ամենակարևորը իմ երեխեն է։ Ես թույլ չեմ տա, որ դու գնաս։ Իսկ ինչի՞ է քեզ թվում, որ ես իմ երեխու մասին չեմ մտածում։ Մարկն էլ իմ երեխեն է, ես էլ իր մասին եմ մտածում։ Արփի, ես էլ եմ Մարկի մասին մտածում։ Այն ինչ անում եմ հանուն Մարկի եմ, որովհետև ես ուզում եմ իր կողքին լինել։ Ես չեմ ուզում երեխեն տեսնի ոնց է մայրը տանջվում։ Ես չեմ ուզում, որ այդ վատ միջավայրում մեծանա այդ երեխեն։ Ես չեմ ուզում, որ Առնոյի պես գազանի հետ մեծանա, չես հասկանում։ Ես չեմ հասկանում, ոնց դու կարաս ապագայից խոսես, երբ ներկան անորոշ է։ Մամես վիճակը անտանելի է։ Վաղվա օրը այսօր է որոշվում։ Դու իրավունք չունես սխալվելու։ Ես շատ եմ սխալվել։ Բայց հիմա ես զգում եմ, որ սա ճիշտ է։ Ես համոզված եմ դրանում։ Ես թույլ չեմ տա, որ տնից դուրս գաս Արփի։ Մամ, ես Առնոյի հետ պետք է խոսեմ։ Լավ մտածիր, խնդրում եմ Արփի։ Արդեն մտածել եմ։ Չի Արփի։ Ես թույլ չեմ տա։ Ես հորդ կասեմ։ Թույլ չեմ տա, որ վերադառնաս։ Ժամանակին պետք է թույլ չտայր։ Իսկ հիմա ամեն ինչ որոշված է։ Պետք չի հիմա հիշեցնել դա։ Մի ստիպիր հորդ պես վարվել քո հետ։ Ընտրության առաջ կանգնեցնեմ։ Ես ոչ մի ընտրության առաջ չեմ։ Որովհետև իմ ընտրությունը իմ երեխեն է։ Իսկ իրենից ավելի կարևոր բան չկա։ Թույլ չեմ տալի։ Արփի, եթե գնաս մոռացիր, որ մայր ունես։ Մի օր ասեց։ Հետո ինքդ կհասկանաս, որ սա է ճիշտը։ Ես քեզ ասացի, Արփի։ Եթե ոտքդ տնից դուրս դնես, մոռացիր, որ մայր ունես։ Ու չվերադառնաս։ Հասկացար ինձ։ Եթե գնաս, էլ հետ չգաս, չեմ ընդունում։ Չգիտեի, որ եկել ես, հիմա վեր կենամ։ Վարկ է հանգիստ։ Ինչ է եղել։ Почему ամեն ինչ նորմալ է։ Նորմալ չի, որ փակվել է սենյակում։ Ինչ-որ բան է եղել։ Անելին եղացել ես։ Նժգտում ես, որ հավատամ։ Հա։ Չեմ հավատում։ Ճիշտ ես անում, որովհետև ես շատ քաղցած եմ։ Եթե մի փոքր հարցի լուծես, ամեն ինչ կընկնի իր տեղ։ Ես պետք է տեսնեմ Բրամին։ Ինքը ասաց, որ կգտնի ինձ։ Ես պետք է դրսում լինեմ, որ ինքը կարողանա ինձ մոտենալ։ Ես կասեմ, որ պատրաստ եմ ամեն ինչի։ Ես ամեն ինչ կանեմ, որ երեխուս կողքին լինեմ։ Անկախ նրանից, թե ինչա պետք Բրամին։ Ես պարտավոր եմ համաձայնվել։ Դա միակ ելքն է։
Ասա։ Առնո գտել ենք արդեն։ Շատ լավ է։ Առաջին փուլը արդեն արված է։ Իսկ երկրորդ փուլը գիտես ինչ ես անում։ Դրան բերում ես իմ մոտ։ Հիմա ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ։ Չես մոռացել, չէ՞։ Որ այդ վռամ ինձ կենթանի է պետք։ Գիտեմ Առնո։ Կլինի նենց ոնց դու ես ասում։ Սպանում եք մենակ այն դեպքում, եւ որ զգում եք իրավիճակը ծայր է եղել։ Ուրիշ դեպքում հանկարծ չսպանեք։ Ես պիտի ան տեսնեմ։ Պարզ է ես քեզ հասկացա։ Ես ոչ մի դեպքում ոչ մի արդարացում չլսեմ։ Կամ սպանում եք, կամ դրան բերում եք իմ մոտ։ Այսօր այն օրն է, որ ես պիտի համոզվեմ, որ դրա հետ կապված բոլոր հարցերը լուծված են։ Լավ Առնո։ Երևի վրամը այսքան շուտ իմ պատասխանին չէր սպասում։ Չէր մտածում, որ սենց շուտ կհամաձայնվեմ։ Ես հենց այն ժամանակ էլ պետք է համաձայնվեի, որ կգնամ, որ ամեն ինչ կանեմ։ Ես չպետք է վախենամ Առնոյից։ Եթե ուզում եմ երեխուս հետ լինեմ, ուրեմն ոչ մի բանից չպետք է վախենամ։ Եթե ինքը ուզենար ինձ գտնել, հիմա գտել էր։ Անիմաստ է այստեղ մնալը։ Երևի այսօր էլ դուրս չգաս տեղից։ Չէ դուրս կգա։ Շատ չի կարողանա, վաղ թե ուշ դուրս է գալու։ Ուղղակի նես պիտի անենք, որ այս անգամ մեզ չնկատի։ Կարող է նկատել է, որ հետևում ենք։ Ինչ-որ ձև փախել է։ Չէ, չի նկատել։ Այս անգամ ենք վռամին պիտի բռնենք տղերք։ Ինքն է տղերք։ Պատրաստ եղեք, որ գնանք հետևից։ Գնացինք տղերք։ Տեսար Առնոյին։ Ահա։ Եթե մենակ չես անունս չես տալիս։ Ինչ որոշեցիր։ Ես համաձայն եմ։ Ապրես։ Այդ միակ ճիշտ որոշումն է, որտեվ ուրիշ տարբերակ չկա։ Ասա ինչ պետք է անեմ։ 10 րոպեից լինես այգում։ Չուշանաս։ Արամ, ես մի ժամով պետքա դուրս գամ։ Ուր։ Ընկերներիցս մեկին պետքա տեսնեմ, բան պետքա փոխանցեմ։ Ես ազատ եմ ուզում ես քեզ կտանեմ։ Կարող եմ ինչ-որ միտեղ նստենք, դու ավելի լավ քո գործերին նայի։ Հաստատ։ Ահա։ Կեր ինչի չես ուտում, մենակ ես եմ ուտում։
Լսում եք չկորցնեք տեսադաշտից։ Լավ գիտեք, որ վռամին պիտի ողջ տանենք։ Կարելի է բժիշկ, բարև ձեզ։ Իհարկե, Աննա ջան։ Նստի, Աննա ջան։ Ես պետք է խոսեմ ձեզ հետ։ Ես մտածում եմ դու որոշում ես կայացրել արդեն, ճիշտ։ Հա։ Ես որոշում եմ կայացրել, բայց այն չի, ինչ որ դուք եք մտածում։ Ես որոշել եմ, որ պետք է ունենամ այս երեխան։ Չեմ հասկանում քո համառության պատճառը։ Պատճառը մեկն է։ Ես չեմ հրաժարվի այս երեխուց։ Երբեք։ Ես կարծեմ հստակ բացատրեցի բոլոր վտանգներն ու ռիսկերը։ Դու երևի լավ չես հասկացել, Աննա։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Ուղղակի ուզում եմ ռիսկի դիմել։ Ես չեմ հրաժարվի այս երեխուց։ Հասկացեք, երբեք։ Լավ, որոշումը քոնն է։ Ես ստիպել չեմ կարող։ Բայց մի բան պետք է խնդրեմ ձեզ։ Ասա, լսում եմ։ Ամուսինս չպետք է իմանաս ամեն ինչի մասին։ Այսինքն, լավ չեմ հասկանում։ Հնարավոր է, որ մյուս անգամները ես իմ ամուսնու հետ գամ։ Ու ես չեմ ուզում իր ներկայությամբ խոսակցություններ լինեն այն մասին, որ ես ինչ-որ խնդիրներ ունեմ։ Մենք հասկացանք։ Դու ուզում ես, որ ես խաբեմ ամուսնուդ։ Խնդրում եմ։ Ինքը չպետք է իմանա այս ամեն ինչի մասին։ Ես հասկանում եմ, քո ամուսինը երևի ավելի ռացիոնալ է մտածում ու այնքան շատ է սիրում քեզ, որ չի ուզում վնասի քո առողջությունը։ Ու քեզ կստիպի, որ մեր խորհրդին հետևես, ճիշտ եմ հասկանում։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ։ Հանգիստ, Աննա, հանգիստ։ Խնդրում եմ իմ արժեք։ Չէ, ես նման բան չեմ անի, ու դա քո կայացրած որոշումն է, որին ես դեմ եմ։ Եթե ես ստեմ, կնշանակի, որ օգնում եմ քեզ, իսկ ես չեմ կարող նման բան անել։ Ես չեմ նպաստի նրան, ինչ դու ուզում ես։ Սա իմ կյանքն է։ Ու դուք չպետք է խառնվեք իմ կյանքին։ Իմ որոշելունն է։ Իսկ իմ ամուսինը չպետք է իմանա սրա մասին։ Իսկ ուր մնաց բժշկական գաղտնապահությունը։ Չէ, սա այդ դեպքը չի։ Եթե խոսքը գնար այլ անբուժելի հիվանդությունների մասին, իհարկե քո ընտանիքը չէր իմանա։ Եթե դու չցանկանայիր։ Բայց հիմա դու առողջ երիտասարդ աղջիկ ես, ու ես քեզ վստահեցնում եմ, որ կօգնեմ, կբուժեմ եւ դու երեխաներ կունենաս։ Իսկ դու ուզում ես վտանգել քեզ։ Ոնց կարող եմ ես թաքցնել։ Ես դրա իրավունքը չունեմ։ Անկախ ամեն ինչից սա իմ կյանքն է ու նորից եմ կրկնում իմ որոշելունն է։ Ես ոչ ոքի չեմ վնասում։ Եթե վնասեմ, մենակ ինձ կվնասեմ։ Ու ոչ մեկ իրավունք չունի խառնվելու իմ կյանքին։ Դա որոշում չի։ Դա ինքնասպանությանը հավասար մի բան է։ Դա էլ է որոշում։